Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նախաձեռնության անդամներն այսօր անժամկետ նստացույց սկսեցին Ազատության հրապարակում։ Ղարաբաղյան պատերազմի վետերանները շարունակում են պահանջել ազատ արձակել անցած տարի խարդախության եւ խարդախության փորձի համար 6 տարվա ազատազրկման դատապարտված իրենց մարտական ընկերոջը։ Նախաձեռնության անդամ Գագիկ Սարուխանյանն Ազատության հետ զրույցում նշեց, որ անցած ամիսներին Հայաստանի ներքաղաքական կյանքի տարբեր իրադարձությունների ֆոնին կարծես թե ստվերվել էր իրենց պայքարը, ուստի նպատակ ունեն նստածույցի միջոցով համախմբել ազատամարտիկներին ու նոր թափ հաղորդել պայքարին։ Այս ակցիան նաև այդ խնդիրը ունի, որ ցանկացող մարդկանց հավաքագրվեն, մենք ցուցակագրելու ենք եւ վերաձևավորվենք, ինչ որ ձև։ Մեր հետագա ռազմավարությունը միգուցե փոփոխության դիմի, այսինքն ընդհանրական որոշենք մեր անելիք։ Վոլոդյա Ավետիսյանի ազատման հետ մեկ եւ ընդհանրապես մասնակցել երկրում կատարվող process-ներին մենք չենք բացառում։ Ես զրուցել եմ Վոլոդյա Ավետիսյանի հետ եւ Վոլոդյան կոչի անում զերծ չմնալ քաղաքական կամ հասարակական որևէ երկրում կատարվող շարժումներից, որովհետեւ ինքը ի սկզբանե ելել էր հանրային շահերի համար։ Նստածույցը մեկնարկեց մի քանի մարդու մասնակցությամբ, ներկա էր նաև Ավետիսյանի որդին։ Սարուխանյանը նշեց, որ նստածույցը կանցկացվի հերթափոխով։ Նստածույցի մասնակից ազատամարտիկ Արտաշես Ահարոնյանը հույս չունի, որ իշխանությունները կանսան իրենց կոչին ու ազատ կարձակեն իրենց ընկերոջը, բայց շարունակելու է պայքարը։ Վերջապես մարդիկ պետք է հասկանան, թե ինչ երկրում են ապրում, ինչ իշխանություններ են իրենց գլխին կանգնած, որ Հայաստանում դատարական process գոյություն չունի, արդարության հետևից ընկնել չի կարելի, հնարավոր չէ։ Սարուխանյանը նշեց, Ազատության հրապարակում կնստեն այնքան, մինչև համախմբեն ազատամարտիկներին։ Նրանց զայրացրել է այն, որ վերջերս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի դիմումը Ավետիսյանին վաղաժամ ազատելու վերաբերյալ։ Հանձնաժողով կոչեցյալը, որ անհասկանալի ինչ-որ մի մարմին է։ Այսինքն եթե պետք է մարդուն բաց թողեն, ուրեմն առանց հիմնավորման ուղղակի բաց կթողեն։ Այսինքն ինչն են քննարկում այնտեղ, ինչն են հիմք վերցնում, անհասկանալի մի ինչ-որ կառույց է։ Եվ այս բեմադրությունը վաղաժամ ազատման համար։ Սարուխանյանն ընթերցել է որոշման տեքստը, որտեղից նրա չկա որևէ հիմնավորում այն մասին, թե ինչու են մերժել Ավետիսյանին։